Գալիք տարվա էներգիաների մասին իմանալը կարող է օգնել ձեզ հասկանալ, թե ինչպես վարվել եւ ինչ փոփոխություններ կատարել հնարավոր լավագույն տարվա համար։ 2026 թվականը արագ մոտենում է, ձիու տարին, ազատության, ոգեշնչման եւ շարժման խորհրդանիշ։ Այս կենթանու էներգիան մեզ մղում է դեպի փոփոխություններ եւ նոր գաղափարներ եւ օգնում է սկսել վաղուց հետաձգված նախագծեր։ Ֆենգշուի եւ բազիի ուսուցիչ եւ վարպետ Օքսանա Սախրանովան բացատրում է, թե ինչպես ուղղորդել այս էներգիան ճիշտ ուղղությամբ գալիք տարում։ Ինչ սպասել ձիու տարվանից։ Չինական օրացույցում 2026 թվականը ներկայացված է երկու նիշով՝ Bing եւ Wu։ Bing-ը ներկայացնում է յանք կրակի տարեմուտի էներգիան, այստեղից է տարվա անվանումը՝ կրակ։ Wu-ն ներկայացնում է ձիուն, որը նույնպես կապված է կրակի էներգիայի հետ։ Ձին չինական կենդանակերպի ամենաէներգետիկ կենդանիներից մեկն է։ Գալիք տարում կաճեն կրքի, հավակնությունների, արտահայտման եւ առաջնորդության թեմաները։ Տարին բարենպաստ կլինի նրանց համար, ովքեր ձգտում են նախաձեռնողականություն ցուցաբերել եւ ոգեշնչել ուրիշներին։ 2026 թվականը լավ ժամանակ է լինի, եթե վաղուց եք ցանկացել սկսել ինչ-որ նոր բան, սովորել կամ առաջ խաղանալ ձեր կարիերայում։ Կրակի էներգիան կարող է կապված լինել ոչ միայն դրական դրսևորումների հետ։ Ավելորդ էներգիան կարող է առաջացնել գրգռվածության եւ հոգնածության պոռթկումներ։ Զգացմունքային մարդկանց համար գալիք տարին կարող է մարտահրավերներով լի լինել, ուստի կարևոր է ժամանակ գտնել հանգստի եւ վերականգնման համար։ Կենտրոնացեք հանգիստ զբոսանքների, մեդիտացիայի եւ սիրելիների ու ընտանիքի հետ ժամանակ անցկացնելու վրա։ Ընդհակառակը, նրանց համար, ովքեր հակված չեն շատ զգացմունքներ արտահայտելու եւ ովքեր չունեն վճռականություն, կարևոր է ավելի հաճախ արտահայտվել, իրենց կյանքին ավելացնելով ավելի շատ շարժում եւ հաղորդակցություն։ Ֆենշուի 2026 տան էներգիա։ Ամեն տարի տանը փոխվում են էներգիաները, թռչող աստղերը։ Դրանք լցնում են ձեր տան տարածքը։ Իմանալով, թե ինչ էներգիաներ կբերի գալիք տարին, կարող եք հասկանալ, թե ինչպես վարվել եւ ինչ փոփոխություններ կատարել հնարավոր լավագույն տարվա համար։ Ըստ Ֆենշուի համակարգի կան 9 թռչող աստղեր, որոնցից մեկը գտնվում է կենտրոնում, մինչդեռ մյուսները զբաղեցնում են 8 հիմնական ուղղությունները։ Յուրաքանչյուր աստղ կրում է իր սեփական էներգիան։ Կարդացիք նաև Ֆենշուի 7 կանոններ սերը գրավելու համար։ Գալիք տարում թռչող աստղերը զբաղեցնում են հետևյալ ուղղությունները. աստղ 1 կենտրոնում, աստղ 2 հյուսիս-արևմուտքում, աստղ 3 արևմուտքում, աստղ 4 հյուսիս-արևելքում, աստղ 5 հարավում, աստղ 6 հյուսիսում, աստղ 7 հարավ-արևմուտքում, աստղ 8 արևելքում եւ աստղ 9 հարավ-արևելքում։ Թռչող աստղ 1 2026 թվականին այս աստղը գտնվում է կենտրոնում։ Կենտրոնը պարզապես մի կետ է, առանց հատվածի։ Հետևաբար աստղ 1-ը չի կարող օգտագործվել որևէ կերպ, այն կարելի է անտեսել։ Մենք կարող ենք օգտագործել միայն վերը թվարկված 8 հասանելի ուղղությունները։ Հետևաբար կարելի է ենթադրել, որ աստղ 1-ը այս տարի ներկա չի լինի ձեր տներում։ Թռչող աստղ 2 Այս աստղը 2026 թվականին կդրսևորվի որպես հիվանդության աստղ, ուստի դրա ազդեցությունը պետք է նվազեցվի։ Չնայած այն կարող է կապված լինել անշարժ գույքի եւ բեռիության հետ, հաջորդ տարի այն կարող է առաջացնել քրոնիկ հիվանդություններ եւ լճացում բիզնեսում։ Խորհուրդ չի տրվում մահճակալ կամ աշխատանքային տարածք տեղադրել դրա հատվածում։ Հյուսիսարևմտյանում, եթե գիտակցում եք, որ դրանք արդեն գտնվում են այս հատվածում, պետք է ավելի հաճախ հանգստանաք։ Խուսափեք գերծանրաբեռնվածությունից եւ հոգ տանեք ձեր առողջության մասին։ Եթե ցանկանում եք հաջողության հասնել անշարժ գույքի եւ բիզնեսի ոլորտում առանց ձեր առողջությանը վնաս հասցնելու, պետք է խուսափեք այս աստղից եւ օգտագործեք այլ բարենպաստ հատվածներ։ Ինչպես նվազեցնել աստղի բացասական ազդեցությունը։ Փորձեք խուսափել հյուսիսարևմտյան հատվածից տանը։ Խուսափեք քնելուց կամ այս հատվածում աշխատելուց։ Եթե դա չի ստացվում, անցեք բժշկական զննումներ եւ ընդունեք նշանակված դեղամիջոցներ, որոնք պահանջում են երկարատև բուժում։ Գրասենյակում կարող եք տնօրենի սեղանը կամ ընդունարանի տարածքը տեղափոխել մեկ այլ հատված։ Եթե դա չի աշխատում, մասնակցեք դասընթացների եւ վարպետության դասերի ձեր բիզնեսը զարգացնելու համար։ Թռչող աստղ 3 Այս աստղը 2026 թվականին կլինի արևմուտքում։ Նրա էներգիան ակտիվ է, բայց անկանխատեսելի։ Կա կյանքի արագ փոփոխությունների, վեճերի, ֆինանսական կորուստների եւ վեճերի հավանականություն։ Կարդացեք նաև փողի կարմիկ շղթաներ, ինչու եք վատ բախտ ունենում ֆինանսների հետ եւ ինչպես այն շտկել։ Ինչպես նվազեցնել այս աստղի բացասական ազդեցությունը։ Եթե ձեր մուտքի դուռը կամ մահճականը գտնվում է ձեր տան արևմուտքում, պետք է զգոն լինեք։ Կարող եք նաև ստուգել այս հատվածում գտնվող ծննդյան աստղերը։
Օրինակ, եթե այնտեղ գտնվում է բարենպաստ 9 աստղը, այն կարող է ձեզ դրական նորություններ բերել։ Բայց եթե այնտեղ են անբարենպաստ 2, 5 կամ 7 աստղերը, ապա լավագույնը հնարավորինս շուտ փոխել ձեր գտնվելու վայրը եւ դռնան վրա կախեք մետաղյա զանգը։ Զգուշությամբ կարող եք խաղաղ տարի ապրել, առանց որ աստղի բացասական էներգիաները ակտիվացնելու։ Թռչող աստղ 4։ 4 աստղը բերում է ոգեշնչում, նոր ծանոթություններ եւ սովորելու ծարավ։ Այնուամենայնիվ նրա էներգիան անկայուն է եւ կարող է արթնացնել ռոմանտիզմ եւ հաճույքի ծարավ, ինչը կարող է ձեզ մղել չափազանց շատ ծախսելու կամ մակերեսային հարաբերությունների մեջ մտնելու։ Ինչպես նվազեցնել այս աստղի բացասական ազդեցությունը։ Եթե ձեր մահճակալը կամ մուտքի դուռը գտնվում է այս աստղի հատվածում, կարևոր է չափավորել ձեր եռանդը եւ չափավորություն ցուցաբերել ձեր ցանկությունների, հույզերի եւ գնումների հարցում։ Այս աստղը կարող է հետաքրքիր փորձառություններ առաջարկել, բայց դրանց կհաջորդեն հոգնածություն, անտարբերություն եւ դատարկության զգացում։ Դուք պետք է ձեր էներգիան ուղղեք ստեղծագործականության, ուսման եւ ինքնազարգացման։ Այս դեպքում այս աստղը ձեզ կբերի ներդաշնակություն եւ ոգեշնչում, առանց շատ բան խլելու։ Թռչող աստղ 5։ Աստղ 5-ը գալիք տարում կլինի հարավում եւ ավանդաբար համարվում է անբարենպաստ։ Նրա էներգիան կապված է ռիսկերի հետ, ինչպիսիք են հիվանդությունը, վեճերը եւ կյանքի տարբեր ոլորտներում կորուստները։ Այնուամենայնիվ ոչ բոլորն են զգում բացասական հետևանքներ։ Լուրջ դժվարություններ կարող են առաջանալ միայն այն դեպքում, եթե մի քանի անբարենպաստ հատվածներ միավորվեն։ Ինչպես նվազագույնի հասցնել աստղի բացասական ազդեցությունը։ Խուսափեք ձեր մահճակալը տեղադրելուց կամ վերանորոգումներ սկսելուց ձեր տան հարավային մասում։ Կարևոր է նաև խուսափել այս հատվածում չափազանց ակտիվությունից։ Եթե ձեր մահճակալը, սեղանը կամ դուռը գտնվում են հարավում, ժամանակավոր տեղափոխեք ձեր հանգստի կամ աշխատանքային տարածքը մեկ այլ հատված եւ դռնան վրա կախեք մետաղյա զանգ։ Զգուշությամբ կարող եք խաղաղ տարի ապրել, առանց որ աստղի բացասական էներգիաները ակտիվացնելու։ Թռչող աստղ 6։ Աստղ 6-ը 2026 թվականին կլինի հյուսիսում։ Այն խորհրդանշում է կամքի ուժ, պաշտպանություն եւ գործերը մինչեւ վերջ տեսնելու ունակություն։ Դրա էներգիան խթանում է արտահայտչականությունը, առաջնորդությունը եւ որոշումների կայացումը, հատկապես նրանց համար, ովքեր դժվարանում են ինքնավստահության հետ։ Այս աստղը բարենպաստ է երեխաների համար, խթանելով կենտրոնացումը եւ պատասխանատվությունը։ Մեծահասակների համար այն կարող է լինել կարիերայի առաջխաղացման եւ սոցիալական ճանաչման աղբյուր։ Այս աստղը բերում է կարգ ու կանոն, ներքին հանգստություն եւ պարզություն։ Ինչպես ուժեղացնել այս աստղի դրական ազդեցությունը։ Այն գտնվում է հյուսիսում, այնպես որ տեղադրեք ձեր մահճակալը կամ աշխատանքային տարածքը այս հատվածում։ Որքան հնարավոր է շատ ժամանակ անցկացրեք այս հատվածում, հետապնդելով ձեր կրքերը եւ հանգստանալով։ Թռչող աստղ 7։ Այս աստղը կգտնվի հարավ-արևմուտքում։ Դրա էներգիան կապված է վեճերի, հակամարտությունների եւ խոսքի հետ։ Ուստի պետք է խուսափել այս հատվածում չափազանց ակտիվությունից։ Այս աստղը նաև կառավարում է շնչառական համակարգը, ուստի հատուկ ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը եւ փորձեք նվազեցնել սթրեսը։ Ինչպես նվազեցնել աստղի բացասական ազդեցությունը։ Եթե ձեր դուռը գտնվում է այս հատվածում կամ հաճախ եք օգտագործում այս հատվածը, կարող եք մեղմացնել աստղի ազդեցությունը ջրով եւ խոշոր աղով լի ամանով։ Սա կչեզոքացնի բացասականությունը։ Թռչող աստղ 8։ Աստղ 8-ը կբերի նոր հնարավորություններ եւ ակտիվություն, հատկապես եթե ձեր դուռը կամ մահճակալը գտնվում է այս հատվածում։ Աստղ 8-ը կապված է կայուն եկամտի, աճի եւ վստահելի հարաբերությունների էներգիայի հետ։ Այնուամենայնիվ, խուսափեք ձեզ չափազանց շատ առաջադրանքներով եւ պարտականություններով ծանրաբեռնելուց։ Ինչպես ուժեղացնել աստղի դրական ազդեցությունը։ Աստղի ներուժը առավելագույնի հասցնելու համար մի դիմադրեք առաջիկա փոփոխություններին, փորձեք ավելի շատ հանգստանալ, հանձնարարել եւ ընդունել ավելին, քան նախչինում։ Այս դեպքում աստղը կօգնի ձեզ հասնել նոր մակարդակի եւ զարգանալ։ Բացի այդ, տան արևելյան հատվածում կարող եք տեղակայել աշխատանքի, հանգստի եւ հոբիների համար նախատեսված տարածքներ։ Թռչող աստղ 9։ Այս աստղը գտնվում է հարավ-արևելքում եւ համարվում է գալիք տարվա ամենաբարենպաստներից մեկը։ Աստղ 9-ը կբարձրացնի ձեր էներգիան, կբերի ոգեշնչում, ուրախություն եւ կնպաստի հաջողության ձեր կյանքի տարբեր ոլորտներում, թե աշխատանքում, թե անձնականում։ Ինչպես ուժեղացնել աստղի դրական ազդեցությունը։ 2026 թվականին կարևոր է առավելագույնս օգտագործել տան այս հատվածը։
ավելի շատ ժամանակ անցկացնելով հարավ-արևելքում, աշխատելով կամ հանգստանալով։ Կարող եք այստեղ տեղափոխել ձեր մահճակալը կամ սեղանը։ Եթե չեք կարող շատ ժամանակ անցկացնել տան այս հատվածում, կարող եք արթնացնել աստղը պարզ ակտիվացնող ժեստերով, ինչպիսիք են մոմեր վառելը, շատրվանը կամ օդափոխիչը միացնելը։ Սա կօգնի ակտիվացնել տան էներգիաները, լուծել ձգձգված խնդիրները կամ ներգրավել նոր օգտակար կապեր։ Ինչպես նշել նոր տարի 2026։ Ձեր կյանք դրական իրադարձություններ ներգրավելու համար տեղադրեք տոնածառ ձեր տան արևելքում կամ հարավ-արևելքում։ Այս ուղղությունները կապված են ոգեշնչման, աճի, բարգավաճման և զարգացման հետ։ Հաջողության և բախտի էներգիան ակտիվացնելու համար կարող եք կրել կրակոտ կամ հողային երանգների զարդեր, կարմիր, ոսկեգույն կամ տեռակոտե։ Հետևաբար, գալիք տարում կարևոր է ոչ թե հուզական որոշումներ կայացնել, այլ հանգիստ մնալ և արտահայտվել։ Ձիու գալիք տարին հնարավորություն է վերանայելու ձեր սովորությունները, ակտիվացնելու ձեր ներքին ուժը և ցուցադրելու ձեր առաջնորդական որակները։